Ստորագրահավաք հոսանքի գնի իջեցման պահանջով։ Մեր ձևով շարժման անդամները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, ամրապնդելով նախկին հայտարարությունը, որ հոսանքի գինը հնարավոր է իջեցնել։ Թեպետ հեծի սեփականատերերը էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու պահանջով 2 անգամ դիմել էին ՀԾԿՀ, սակայն արդյունք դեռ չկա։ Այս պայդրությամբ 6 միլիարդ դրամից ավել կուտակված գումար է առկա եւ եթե կհիշեք, հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալի կողմից կրկին մուտքագրվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թիմում հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Այդ ժամանակ մենք ես Մելոն Գուարես եւ գործընկերս Արտուրը Միքայելյան ներկա ենք եւ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում այս պետական մարմնի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցումը, որը հիմնավորված եւ արդարացի պահանջ է, տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է եւ մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել։ Ստորագրահավաքի գործընթացը կրելու է համապետական բնույթ։ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր 14 տարին լրացած քաղաքացի կարող է ստորագրել հանրագիրը։ Հանրագիրը ներկայացվել է մեր ձևով ժողովրդական շարժման կողմից, այն կրելու է համապետական բնույթ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն մասնակցել հանրագրի ստորագրմանը։ Հանրագիրը բավարար քանակով ստորագրություններ հավաքելուց հետո որոշ ժամանակ անց մենք տվյալ ստորագրություններով կներկայացնենք արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։ Տաշիր կապիտալը 10 տարիների ընթացքում հեծում կատարել է $100 միլիոն ներդրում։ Հետևողական աշխատանքի արդյունքում ընկերությունում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է հասնել նպատակին՝ նվազեցնել կորուստները։ Հեծը 10 տարիների ընթացքում կատարել է $100 միլիոն ներդրում, Տաշիր կապիտալը հեծում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կորուստները։ Հիմա եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր Տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է կարող այդ կորուստները ասեն ոչ միայն նվազեն, այլ այդ կորուստներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ Տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կորուստները ոչ միայն ժամանակավոր նվազեցրեն, այլ այդ կորուստների նվազումը երկարաժամկետ պահեն։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեծը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է, ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար հոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ օգնել հաստ է Տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացին, բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը ոչ թե օրեցօր տարեց տարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի լումա թանկացման։ Պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել բնակիչների շահով։ Պետք է պահանջատեր լինենք, որ բնակչության համար հարմար սոցիալական միջավայր ստեղծվի, այս դեպքում հոսանքի սակագնի իջեցման տեսքով։ Հանրապետության քաղաքացին ինքը պետք է վստահ լինի, որ իր ձայնը կարևոր է եւ իր ձայնը կարող է լինել որոշիչ։